Մեծարգո նախագահ, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Քննարկում ենք ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը, թեկնածուի հարցը, որտեղ ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Պարոն Ֆարմանյան, երեք ձեր կենսագրություն ներկայացնելիս նշվեց, որ դուք երկար տարիներ, այն է 2006-ից 2019 գրեթե թվականները զբաղեցրել եք պետական պաշտոններ եւ մասնավորապես ՊԵԿ-ում եք աշխատել։ Եվ նաեւ կենսագրությունից պարզ դարձավ, որ 18 տարին բոլորելուն պես բացվել է մի կազմակերպություն Արչին Բրոկ անվան, որը որ տնօրինել եք դուք եւ որը այսպես ասած շատ հետաքրքիր պատահականությամբ սկսել է զբաղվել մաքսային ծառայությունների մատուցմամբ հենց այն ժամանակ, երբ դուք աշխատել եք մաքսային ծառայությունում։ Ընդհանուր առմամբ ըստ մաքսային իրավական ակտերի դուք իրավունք չունեիք զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Եվ ինչպես պարոն Հարությունյանը նշեց, եւ եթե հիմա օրինակ եմ ասում իրավապահները պարզեն, որ այդտեղ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղ բանտարկյալը, հարգելի քաղաքացիներ։ Եվ ես երեք ձեզ նույնիսկ իրավական մասով հարցը չէի տալի։ Ես ասում էի, որպես հանձնաժողովի այսինքն նախագահի թեկնածու, այդ շրջանակում, լավ, դուք բարեվարկության դրա շրջանակում, դուք շահերի բախում չեք տեսել այդտեղ։ Ավելին, դուք պնդում եք, որ 2024 թվականից այլևս ընդհանրապես կապ չունեք այդ կազմակերպության հետ։ Եվ ինչպես նշվեց, այդ կազմակերպությունը ձեզ նախորդ տարի 40 միլիոն դրամի փոխառություն է տվել։ Եվ դա էլ մի կողմ, 2025 թվականի նոյեմբերին այդ կազմակերպությունը մասնակցել է գնումների, որտեղ որպես կոնտակտ նշված է Ֆարմանյան 80 mail.ru։ Ձեզ հարցնում են փոխառության մասին, դուք ասում եք առևտրային գաղտնիք է, պարոն Ֆարմանյան մի ընդհատեք։ Հարգելի գործընկեր, դուք այլևս ազգային ժողովի падգամավոր եք, որը չի կարող գաղտնիքներին հղում անել։ Չնայած ձեր խմբակցությունը այստեղ գաղտնի պլանի արդյունքում է, չէ՞, ինչ որ գաղտնի պլանով եք հայտնվել։ Ես մի անգամ ասել էի, որ այս ամբիոնը կախարդական ուժ ունի բոլոր ճշմարտությունները բացահայտելու։ Ձեզ հարց են տալիս, ասում են դուք նկատել եք համակարգային կոռուպցիա, ասում եք շենքը կար, բայց այս շինարարներին չեմ տեսել, չգիտեմ։ Այնինչ դուք աշխատել եք հարկային մարմինների համալիր ստուգումների բաժնի պետ, չնայած ձեր երիտասարդ տարիքին, որը ձեր ուղիղ պարտականությունն էր հայտնաբերել այդ կոռուպցիան որտեղ է, դուք ասում եք ես չգիտեմ։ Այս իրավիճակը, հարգելի գործընկերներ, ինձ վստահություն չի ներշնչում։ Պարոն Կարապետյան, ձեր առաջադրած թեկնածուն ինքնիշխանության Հայաստանի ինքնիշխանության մասին հեգնանքով է արտահայտվում եւ այս ամբիոնից եւ իր գրառումներում ճակերտների մեջ վերցնելով ամեն անգամ ինքնիշխանության հարցը։ Դուք չեք ընդունում այս քարտեզը, որովհետեւ իրական Հայաստանի կոնցեպտը ենթադրում է, իսկապես ենթադրում է հանրային շահի հետևից գնալու կոնցեպտ, այո, դա մեր հանրության բարեկեցության մասին է։ Եվ դուք ասում եք, որ եկեք նախկիններից չխոսենք, եկեք նախկիններից չխոսենք։ Դա անհնար է, որովհետև այդ նախկինների ժառանգության երկու տարբեր բևեռներում ենք մենք գտնվում։ Մենք ժառանգել ենք այդ նախկինների, այսպես ասած, հետևանքները, իրանց գործունեության հետևանքը, դուք իրանց բարեկեցությունն եք ժառանգել, որի համար էլ հենց այստեղ նստած եք։ Եվ երբ դուք խոսում եք հանրային ֆինանսների, հանրային շահի եւ այլնի պաշտպանությունից, կներեք, դա ինձ վստահություն չի ներշնչում։ Այդ բանավեճ է իրական Հայաստանի սահմանների, հիմա հետսովետական տարբեր երկրներում դա բացված է։ Որոշ տեղեր դա նույնիսկ հասել է պատերազմների։ Բայց ինչն է այստեղ կոնցեպտուալ, որտեղ է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ երկու կոնցեպտ է՝ լինել մեկի մաս կամ լինել ամբողջի մաս։ Հիմա այն գաղափարախոսությունը, որը դրված է իրական Հայաստանի տակ, այն է լինել ամբողջի մաս եւ գնալ հանրային շահի հետևից։ Հակասում է ձեր շահին, որովհետեւ այդ մեկի մաս լինելը ենթադրում է օլիգարխների, արտոնյալների նման համակարգ է ենթադրում։
որն էլ սպասարկել եք եւ գուցե սպասարկում եք մինչ այսօր։ Եվ այո, այստեղ մենք հակասություն ունենք, հարգելիներս։ Ու զավեշտ է, երբ ասում եք մի եղեք նախկինների պես։ Սելը ճռռալու տեղը սել որն է ճռռում։ Ավելին ասեմ, հասել է նրան, որ իրական Հայաստանի կոնցեպտը քաղաքացիների բարեկեցության մասով անդիմադիր որոշ գործիչներ հասցնում են նրան, թե բանը, այս ուր եք նվաստացրել, նսեմացրել եք Հայաստանի քաղաքացիներին, առաջարկում եք բարեկեցություն, մի փոր հացի մակարդակի եք նվազեցրել հայրենասիրությունը։ Այո, իհարկե, հարգելի քաղաքացիներ, ձեզ վսեմը, այդ նսեմ բաներից իրենք կխոսեն, բարեկեցություն բան, ձեզ տենց բաներ պետք չի։ Դուք զբաղվեք ավելի կարևոր գործերով, հայրենասիրություն, սահմանների փնտրտուք, չգիտեմ ինչ։ Գիտեք ինչ եք դուք ձեր կուսակցությունը անվանել ուժեղ Հայաստան, որտեղ դուք ձեզ եք իդենտիֆիկացնում ուժեղի հետ։ Դուք ոչ թե Հայաստանի մասին եք դա ասել, դուք ձեր մասին եք դա ասել։ Դուք ձեր առաջնորդի մասին ասում եք, մեզ պետք է ուժեղ առաջնորդ, կուշտ առաջնորդ։ Ինչի՞ ձեր փորը փորա, ժողովրդի փորը փոր չի։ Եվ հիմա, պարոն Ֆարմանյան, դուք ինձ ուզում եք համոզել, որ հանրային շահի պաշտպանության նպատակով ուզում եք զբաղեցնել մի պաշտոն, որը այդ հանձնաժողովը համակարգում է ողջ բանկային համակարգը, հաշվեկնիչ պալատը, ֆինանսական, հարկային բոլոր կարգավորումները, ինչու՞ չէ, մաքսային ձեր սիրած կարգավորումները։ Եվ մի բան էլ, երբ ասում եք բյուջեն հանրային է եւ այլն վերահսկողություն բան, եկեղեցին հանրային չի, եկեղեցին ժողովրդին չի պատկանում, երբ հարց են տալի, ասում եք դա ներսի գործ է, այդ ինչ ներսի գործ է, ներողություն։ Այդ ինչ մութ տեղ է, որ կարող է լույս սվառենք, պարզվի այնտեղ ինչ որ լվացկա տունա փողերի։ Հարցեր, որոնք չի կարելի տալ, չկա տենց բան։ Ժողովուրդն է ընտրել իշխանություն եւ իշխանությունը պարտավոր է տալ այդ հարցերը։ Եվ հիմա երբ դուք մանտրայի պես կրկնում եք մեր թեզերը, եթե ժամանակ կա, լավ, այս կասեմ, երբ մանտրայի պես կրկնում եք մեր թեզերը, խաղաղություն, ապա շրջափակում, դիվերսիֆիկացիա, բան, տպավորություն է, ոնց որ մեր թիմից մարդիկ են ստեղ կանգնած խոսում։ Դուք մերժում եք, ինչի է դա կեղծ հնչում, որովհետև դուք դրա ակունքն եք մերժում։ Դուք մերժում եք ժողովրդավարությունը, եւ դուք ձեր գրառման մեջ նաեւ, պարոն Ֆարմանյան, ասում եք, որ ձեզ вообще ասում եք, ապա շրջափակում բան, դուք գործոն չեք։ Նենց բաներ եք խոսում, ոնց որ Հայաստանը գործոն է։ Քանի դուք եք իշխանության Հայաստան չի գնալու, այ կապիտուլանտ, այսպես բաներ եք ասում դուք։ Դուք հիմա եկել եք այստեղ թրիփից, ես իմ ապա շրջափակումից մի քիչ մտահոգություն ունեմ։ Պարոն Ֆարմանյան, կներեք իհարկե, բայց այս ամենն ինձ վստահություն չի ներշնչում, որովհետև այո դուք մերժում եք այն ակունքը, այն է ժողովրդավարությունը, այն է թավշյա հեղափոխությունը, որը բացել է ճանապարհը թրիփի, ապա շրջափակման եւ մնացածի համար։ Շնորհակալություն այսքանը։